Երևանի կենտրոն քրեակատարողական հիմնարկում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը 3 կտրուկ վատացել է։ Նրան տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Հիշեցնենք, Ղուկասյանը կալանավորվել է հոկտեմբերի 21-ին։ Նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը Օրագիր Նյուզի հետ զրույցում հայտնեց, որ ՔԿՀ անձնակազմն անմիջապես շտապօգնություն է հրավիրել։ Իր անձնական բժիշկները իրեն չեն հետազոտել, իրենց գնահատականը չեն տվել։ Ես միայն ձեզ կարող եմ հայտնել, որ տեղյակ եմ, քանի որ իմ ներկայությամբ են ստորագրել այդ բժշկական միջամտությունը, որը իրեն կատարել էին երեկոյան ուշ, դա կորոնարոգրաֆիան է, որը արվել էր, բայց մեզ անհայտ պատճառներով այսօր ժամը 8-ին իրեն եկել են Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցները, մի խումբ աշխատակիցներ եւ երևի 8-ից 8:15-ի սահմաններում իրեն տեղափոխել են կրկին Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբանը նշեց, որ այս պահի դրությամբ իրենք ոչ մի փաստաթուղթ դեռ չեն ստացել, որտեղ նշված կլինի, թե ինչով է պայմանավորված իր պաշտպանյալի կայծակնային արագությամբ հոսպիտալացումը։ Իրականում ինքը նկարագրեց, որ իրապես այդ սրտի շրջանում ունեցել է ցավեր եւ խնդիրներ են առաջացել։ Եվ հենց այնտեղի բուժակն է հավանաբար ինքն է առաջարկել շտապօգնություն կանչել, շտապօգնությունը իրենք են կանչել, շտապօգնությունը եկել է ինքն է ասել, որ ես տանում եմ հիվանդանոց, իրենք են տարել, իրենք են այնտեղ հոսպիտալացրել, իրենք են առաջարկել այդ միջամտությունը, որին ինքը թույլտվություն է տվել, ասել են ցուցում կա նման միջամտության։ Հետո թե ինչ է պատահել, որ արագորեն ժամը 8-ի սահմաններում իրեն տեղափոխել են, մենք մինչև այս բանը չգիտենք։ Հիմք ընդունելով իմ պաշտպանյալի առողջական լուրջ խնդիրը, այս պահին կարելի է փաստել, որ կալանավորումը ընդհանրապես պետք է վերացվեր, ասում է Զարուհի Փոստանջյանը։ Հիմա մենք ուզում ենք նաև, որ մեր բժիշկները, այսինքն իր բժիշկները իրեն հետազոտեն, եւ նաև տրամադրեն են փաստաթղթերը ինչ է վերջ տեղի ունեցել, որը այս պայթությամբ մեզ հայտնի չէ։ Փաստաբանի խոսքով իրավաչափ չէ նաև այն, որ Վարդան Ղուկասյանի անձնական բժիշկներին թույլ չեն տալիս հետազոտել նրան։ Դեռ չեն մերժել պաշտոնապես, բայց դեռ չեն էլ հաստատել մուտքը, դա նշանակում է, որ այնուամենայնիվ իրենք արդեն մի կարող ենք ասել հիմա երեկոյան ժամից ենք մենք դիմել, բավականին երկար ժամանակ է մեզ մերժում են մեր բժիշկը իրեն հետազոտի։ Փոստանջյանը նշեց, որ սպասելու ժամանակ չունեն, այդ իսկ պատճառով հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ միջնորդություն են ներկայացրել դատարան։ Հասմիկ Մովսիսյան, Օրագիր Նյուզ։